Սկսում ենք լայն համախմբման գործընթաց, կլինի մեծ հանրահավաք, ապա կոնկրետ զանգվածային գործողություններ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարած մեկ շաբաթյա ժամկետը եւ այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները հայտարարում է։ Հայաստանի կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին, մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում։ Բացի դրանից կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան, պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը որոշակի լուծումներ մշակելու նպատակով։ Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը եւ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները, մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետեւյալ քայլերը։ Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց, կոչ անելով արցախյան, հայաստանյան եւ սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ եւ աջակցել այս համազգային պայքարին։ Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները։ Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների եւ համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ։